Ինչպես գիտեք, արդեն երկրորդ տարին է, երբ տեղի է ունենում Երևանյան երկխոսություն դիվանագիտական ֆորումը։ Այս տարի կարելի ասել մեր միջազգային մասնակիցների թիվը կրկնապատկվել է։ Մենք ունենք շուրջ 300 մասնակից շուրջ 40 երկրներից։ Տեսել եք նաև, որ բարձրաստիճան մասնակիցների քանակն է նաև մեծացել, արդեն հնարավորություն ունեցաք ունկնդրելու Սլովակիայի վարչապետի ելույթը, մենք այս օրերի ընթացքում Երևանյան երկխոսությանը կմասնակցեն նաև փոխվարչապետը Չեռնոգորիայի, Ֆրանսիայի նախարարը կարծում եմ 1-2 ժամից արդեն կժամանի Երևան եւ կմասնակցի Երևանյան երկխոսության միջոցառմանը, Հունգարիայի նախարարը նույնպես կժամանի Երևան, Երևանում է նաև գտնվում Պաղեստինի պետնախարարը, մի շարք այլ գոլեգաներ փոխնախարարական մակարդակով եւ այլ բարձրաստիճան հյուրեր ունենք եւ ըստ էության միջոցառումը հաջողվել է, որովհետեւ կարելի ասել, որ հաջողված է, որովհետեւ մենք կարողացել ենք հարթակ ստեղծել թե քննարկումների համար, թե մեր այլ բարձրաստիճան գործընկերների համար միմյանց հետ հանդիպելու։ Կարծում եմ մոտակա 1-2 օրվա ընթացքում կտեսնեք բավականին հետաքրքիր եւ ոչ միայն Հայաստանի եւ մեր տարածաշրջանի, բայց ընդհանուր գլոբալ քաղաքականության մեջ կարևոր հանդիպումներ, որոնք Երևանում տեղի կունենան այս օրերի ընթացքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ վերահաստատել, որ Հայաստանը պատրաստական է ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության շուրջ փաստաթուղթը։ Այս համատեքստում կցանկանայի ճշտել, թե արդյոք կան շփումներ, կոնսուլտացիաներ այդ հարցի շուրջ Ադրբեջանի հետ ընթանում են թե ոչ եւ ինչ իրավիճակ է դիրում այդ գործը։ Ալբանիայում արդյոք Փաշինյան Ալիև հանդիպում էր տեղի ունեցել եւ արձակվել էր խաղաղության վերաբերման հարցը։ Կադրերը հրապարակված են, որ հանդիպում տեղի է ունեցել երկու երկրների ղեկավարների միջև, մեր գնահատականով հանդիպումը բավականին կառուցողական է ընթացել եւ երկու երկրների ղեկավարները պատրաստակամություն են հայտնել շարունակել քննարկումները խաղաղության պայմանագրի ստորագրման ուղղությամբ։ Մենք կարծում ենք, որ մոտ ապագայում հնարավոր կլինի շարունակել քննարկումներ ադրբեջանական կողմի հետ։ Այս պահին հստակ տեղի է ունեցել եւ Փաշինյանը այդ հրապարակված տեսանյութերում տեսանք, որ Ալիևին սուրճի սեղանի մոտ զրուցել է։ Կարծեմ սուրճի սեղանը չէր, որ կարևոր էր այդ ամբողջ պատմության մեջ, կարևորը փաստն էր, որ երկու երկրների ղեկավարները շարունակել են քննարկումները ընդհանուր խաղաղության օրակարգի եւ խաղաղության պայմանագրի կնքման եւ առհասարակ խաղաղության գործընթացի առաջնորդման ուղղությամբ։ Ոչ այս օրակարգի հետ վերաբերյալ երկու օր է ինչ համացանցում տեսանյութեր են տարածում եւ տեղեկատվություն, որ Ադրբեջանի լրատվամիջոցներում հարցումներ են տեղադրված, որտեղ Երևանից են արված այդ հարցումները եւ հայերին հարցեր են տալիս, հետո դրանք հակախարոզի տեսքով օգտագործում իրենց լրատվամիջոցներում։ Նախ ընդհանրապես ինչպես է արտաքին գործերի նախարարությունը աշխատում, մարդիկ ովքեր ոչ Հայաստանի քաղաքացի այցելում են Հայաստան եւ ազատ իրավունք ունեն հարցումներ անելու, հետո արդեն իրենց եթերներում այդ ամեն ինչը ցուցադրել։ Նախ դուք արդյոք տեղյակ եք նաև այդ հարցից։ Անկեղծ ասած այս դրվագին անձամբ ծանոթ չեմ, դե վերջին օրերի ընթացքում առավելապես կենտրոնացած ենք եղել այս միջոցառման կազմակերպչական հարցերով, բայց գիտեք, որ համաձայն օրենքի օտարերկրյա լրատվամիջոցների ներկայացուցիչները օրինական գործունեություն Հայաստանում ծավալելու համար պիտի արտաքին գործերի նախարարությունում անցնեն հավատարմագրման գործընթաց, իսկ դրա բացակայության պարագայում հետագայում հստակ քայլեր կարող են ձեռնարկվել նրանց դեմ։ Պարոն Կոստանյան, ամիսներ առաջ Հայաստանը առաջարկ է ներկայացրել տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջակայության վերաբերյալ։ Ինչ-որ արձագանք ունենք այդ առումով։ Վերջնական արձագանք, որի մասին հնարավոր կլինի հայտարարել չունենք, բայց այսօր նույնպես տեսակ, որ վարչապետը ել ավելի բացեց եւ ներկայացրեց որոշակի նոր մանրամասներ հայկական կողմի առաջարկների վերաբերյալ։ Կարծում եմ ընդհանուր խաղաղության գործընթացի քննարկումների համատեքստում այս թեման նույնպես պիտի լինի Հայաստանի եւ Ադրբեջանի միջև
սպասվող հետագայում քննարկումների օրակարգ։ Ռոստանյան միջազգային հյուրեր ունենք, արդյոք իրենց հետ շփումներում քննարկում եք նաև Ադրբեջանի պարտող հայ ռազմագերիների հարցը եւ ինչ տեսակետ ունեն։ Մենք բազմիցս նշել ենք, որ մեր հայազգի ռազմագերիների եւ քաղաքացիական պահովող անձանց ազատ արձակման խնդիրը մշտապես գտնվում է մեր օրակարգում եւ մեր բոլոր հանդիպումներում այս հարցը միշտ տեղ է գտնում։ Բնականաբար մեր միջոցառմանը նաեւ մարդու իրավունքների ոլորտում հայտնի բավականին գործընկերներ կան, որոնք Երևան ժամանել եւ վստահաբար խոսելով մարդու իրավունքների ոլորտի մասին մենք չենք կարող եւ ցանկություններ չունենք չանդրադառնալ այդ թեմային, հակառակը դա մեր առաջնահերթությունների չունի։ Իսկ այդ խոսակցությունները ինչպես են օգնում։ Տեսեք, մինչև այն պահը, երբ բոլոր մեր համերկրացիները չեն վերադարձել Հայաստան, բնականաբար արդյունքներով բավարարված լինել չենք կարող։ Ադրբեջանը շարունակում է երկու նախապայմանների մասին հարց բարձրաձայնել այս նախապայմաններին, որոնք որ բարձրաձայնում են, քննարկում է այդ հարցերը։ Ինչ է նշանակում քննարկում։ Այսինքն Ադրբեջանի ներկայացված երկու նախապայմանները, որոնք պարբերաբար Ալիևը բարձրաձայնում է, որ միջև այդ երկու նախապայմանները Չմիցքան խաղաղության պայմանագիր չի կնքվի այս հարցի մասին։ Քիչ առաջ վարչապետ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմներին, ապա Հայաստանը պատրաստ է միաժամանակ կնքել խաղաղության պայմանագիրը կնքելուն զուգահեռ համապատասխան նամակ ուղղված ԵԱՀԿ նախագահողին ստորագրել առաջարկելով լուծարել Մինսկի խմբի մեխանիզմները, իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության վերաբերյալ հարցին, այդ մասով նույնպես ներկայացվեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այն է Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը իր նախորդ տարի ունեցած համապատասխան վճռով դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքների աշխատակարգի մասին արդեն իսկ տվել է գնահատականը, որ չկա որևէ սահմանադրական խոչընդոտ եւ կոնֆլիկտ մեր սահմանադրության եւ Ալմաթայի հռչակագրի միջեւ, ավելին խաղաղության պայմանագիրը ունի հստակ երաշխիքներ եւ ըստ էության հասցեագրում է թե հայկական կողմի մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության հետ կապված, թե Ադրբեջանի կողմից հնչեցող հայտարարությունները, որ իրենք էլ մտահոգություններ ունեն։ Եթե մենք հիմի բերենք եւ մի կողմից բանակցություններ են ընթանում, հանդիպումներ, փորձում են խաղաղության օրակարգը հայկական կողմը առաջ է մղում եւ պատրաստ է ստորագրել, մյուս կողմից օրինակ անգամ Ալլաշուքյուր Փաշեզադեն եւ Ալիևը մենք բազմիցս լսել ենք, որ տարածքային պահանջներ ունեն։ Եթե սա ընդհանուր իմի բերենք, ինչ կարող ենք ասել, հակված է Ադրբեջանը ստորագրելու խաղաղության պայմանագիրը, թե ձգձգելու միտումներ եք նկատում։ Ես կարող եմ միայն վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը ստորագրել այս փաստաթուղթը, որը արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված է, իսկ ինչ վերաբերվում է ձգձգումներին, ապա ինչքան շուտ ստորագրվի այս համաձայնագիրը, բնականաբար մենք կարողանանք կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցության եւ մեր տարածաշրջանի բոլոր պետությունների, ժողովուրդների բարեկեցության խնդիրների հասցեագրման։ Շնորհակալ եմ։